Այս պահին կրկին շահառուները նույն համակարգով մուտք են գործում housing.socialis.am հարթակ, լրացնում են անհրաժեշտ դաշտերը, ստանում են հավաստագիր։ Ղարաբաղից տեղահանված 6911 ընտանիք կամ 28441 անձ ունի բնակապահովման ծրագրի հավաստագիր, 3254 ընտանիք արդեն այն իրացրել է, պետության աջակցությամբ կամ ձեռք է բերել անշարժ գույք կամ տուն է կառուցում, 219 աջակցությունն ուղղել է, մինչ ծրագրի մեկնարկը արդեն ձեռք բերած գույքի հիպոթեկի մարմանը։ Գերակշռում է կոտայքը եւ 790 ընտանիք անշարժ գույքը ձեռք է բերել Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքն է մեծամասնությամբ, Առինջ համայնքը, Արզնին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս վիճակագրությունն են համարում կարևորը, հաշվի առնելով, որ շահառուները կոնկրետ մեկ բնակավայրի վրա կենտրոնացած չեն, ընտրությունը համաչափ է։ Դրանից էլ կախված է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված 3-ից 5 միլիոն դրամ աջակցությունը։ Դիմումների ընդունմանը զուգահեռ հաշվի առնելով առաջարկներն ու դժգոհությունները վերանայվել է ծրագիրը։ Փոփոխություններից մեկը վերաբերում է անչափահաս ունեցող ամուսնալուծված զույգերին։ Եթե ունենք դատարանի վճիռ, առ այն ում հետ պետք է բնակվի երեխան, ապա ծրագրի շրջանակում եւս երեխան համարվում է այդ ծնողի ընտանիքի պարտադիր կազմի անդամ եւ հիմնականում այստեղ եթե չունենք դատարանի վճիռ, այդ իրավունքը վերագրել ենք մայր ծնողին։ Դիմումներն այլևս չեն մերժվի ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Նոր կարգավորմամբ, եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալները կան միգրացիոն ծառայության հաշվառած անձանց շտեմարանում, ապա այդ ընտանիքի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան ավտոմատ կհամարվի շահառու։ Գումարի դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն տան նորոգման, նաև վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար։ Օրինակ, երկրորդ հարկ ավելացնեն կամ տնամերձ տարածքում որևէ նոր շինություն, կառուցել գոմ կլինի, նոր ինչ-որ փոքրիկ մառան կլինի, խորդանոց կլինի իրենց ցանկությամբ, որը ցավոք մինչ այս փոփոխությունը բանկերի վերանորոգման վարկի պորտֆելի մեջ չէր տեղավորվում եւ բանկերը չէին կարող վերանորոգման վարկի շրջանակում նման գումար տրամադրել։ Հաջորդը վերաբերում է հավաստագրերի միավորմանը։ Այն դեպքերն են, երբ ընտանիքի մեկ կամ երկու անդամը խնդիրներ ունի քաղաքացիության հետ կապված, իսկ մյուս անդամները չունեն, բայց ուզում են դիմել։ Ընտանիքն այսուհետև կարող է դիմել հետո, երբ մյուս անդամներն ունենան դրա հնարավորությունը, կարող են միավորել հավաստագիրն ընտանիքի արդեն իրացված հավաստագրին։ Գումարը կդիտարկվի դրական մնացորդ, որով կարող են նորոգել տունը, կահույք կենցաղային տեխնիկա կամ գյուղնշանակության հողամաս գնել։ Շատ կարևոր մի փոփոխություն ունենք, որը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ունեն վատ վարկային պատմություն, այսուհետ ժամկետանց վարկային պարտավորությունները նույնիսկ ԴՀԿ-ն այլևս խոչընդոտ չի լինի, որպեսզի մեր հայրենակիցները իրացնեն իրենց հավաստագրերը, բայց այստեղ պետք է նշեմ, որ խոսքը վերաբերվում է բացառապես 100% սուբսիդավորվող վարկերին։ Գայանե Ղարագյուզյանը շահառուների ուշադրությունն է հրավիրում եւս մեկ խնդրի սահմանված 20% կանխավճարի վրա։ Սա բացառապես պետության եւ բանկերի միջև փոխհարաբերության համատեքստում է։ Եթե նախկինում պետությունն ամբողջ գումարներ վարկի տեսքով սուբսիդավորում, հիմա տանարժեքի 20%-ը պետությունը միանվագ է բանկի վճարելու, 80%-ն է վարկ։ Դրանով պետության համար մի փոքր կնվազի գույքի ձեռքբերման արժեքը։ Ինչ վերաբերում է մերժումներին, դրանք սովորաբար լինում են ընտանիքի անդամի տվյալի բացակայության, քաղաքացիության խնդիրների պատճառով, բայց թիվ հնչեցնել Ղարագյուզյանը ճիշտ չի համարում, քանի որ հնդածած խնդիրները կարգավորվում, դիմումներն ընդունվում են։ Հիշեցնում է, դիմումներ կայացնելու վերջնաժամկետը 2027-ի դեկտեմբերի 31-ն է, հավաստագրերը ենթակային իրացման մինչև 2028-ի դեկտեմբեր։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։